Շնորհակալություն իմ շատ հարգելի գործընկերներ։ Այսօր իրոք պարոն Սարոյան, ձեր ելույթը շատ անկեղծ, անմիջական եւ ճիգարով բարոյախրատական ելույթ էր եւ արտահայտվում էր այն սրդի ցավը, որ բոլորիս մեջ կա այսօր կատարվածի վերաբերյալ։ Ես իհարկե չեմ ուզում երկար խոսել, չեմ ուզում այս առիթը օգտագործել։ Գիտեք ինչ, ավելի սրելու իրավիճակը, բայց եւ չեմ կարող չանդրադառնալ, որ գիտեք ինչ, ժողովրդական խոսք կա, ճիշտ է, չպետք է Մադի եւ Մադանու արանքը մտնես, չպետք է Մադի եւ Եղունգի արանքը մտնես, բայց եւ այնպես, այսօր բոլորիս համար ցավ է, որ խոսելով հանդուր ժողականությունից, շատ հաճախ ականատեսն ենք լինում, այստեղ մեր գործընկերներն ասած, որ մեր մեջ, չգիտես ինչ չարություն է սերմանվել իրար նկատմամբ։ Թշնամի ենք ման գալիս մեր մեջ իրար նկատմամբ, չի կարելի։ Գիտեք ինչ, ես դուրս եմ եկել օրեր առաջ եւ ժողովուրդը, որ ամենաիմաստունն է, եւ որ հայոյել է մեզ, մենք միշտ ասել ենք օրնում է ժողովուրդը մեզ, հա, հայոյում է, հիմա ասում է շատ եք խոսում, բայց արդեն դուրս ենք եկել, ժողովուրդը մի տարեց կին, կանգնած, ասում էր, անեցք, եւ ես այսօր ուզում եմ ասել այդ մասին, անիծելով ասում էր, հա, գեդինը չեք մտնում, որ թույլ եք տալիս, որ այն մեր երկրի համար կյանքը դրած տղաների համար այդ հերոսների վրա ձեռ են բարձրացնում։ Ժողովուրդն է ասում։ Եվ այսօր, գիտեք ինչ, այսօր ես ավելի կան վստահ եմ ու խորապես համոզված, որ մենք ամեն քայլերը պետք է անենք, որպեսզի կարողանանք հետ այսու վերջ տնենք նման օրինակ երևույթներին, անկախ նրանից ով է մեղավոր, անկախ նրանից ով է հրահրում, անկախ նրանից, թե այս ամեն ինչը ինչ նպատակ է հետապնդում։ Ես գիտեմ մի բան, որ մեկ ասում ենք ճիշտը միակն է, այդպես չէ։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի ճիշտը, բայց ճշմարտությունն է միակը։ Եվ այսօր ճշմարտությունն այն է, որ հերթական անգամ մենք չենք կարող աչք փակել եւ թույլ տալ, որպեսզի գործող օրենքով եւ բարոյական նորմերով եւ բարոյական տեսանկյունից եւ իրավական տեսանկյունից, որպեսզի պատասխանատվության չենթարկվի մեղավորը։ Ես ավարտում եմ խոսքս մի պարզ ճշմարտությամբ, իմ լավ գործընկերներ, որ գիտեք, ամենաճիշտ բանը դա ներողություն խնդրելն է կյանքում նաեւ։ Դա ամենաճիշտն է, որ կարողանանք մենք հասնել նրան, որ կատարողը ոչ միայն քրեական օրենսգրքով պատասխանատվություն կրի, այլ իր մեջ ուժ կրի եւ գնա ներողություն խնդրի իր կատարածի համար։